Սուլեյման-բայի կտակը, կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի մարդ է լինում, անունը Սուլեյման-բայ։ Նա մեն մինուճար մի որդի է ունենում, անունը Սամիր։ Հայրը շատ է ուզում, որ տղան խելոք լինի ու բախտավոր։ Նա խելք ու խրատ է սովորեցնում որդուն, բայց Սամիրը չի լսում։ Երբ որդին մեծանում է, օրերից մի օր Սուլեյմանը ասում է. «Որդի, ես արդեն շատ ծեր եմ և երկար չեմ ապրի, քանի կենդանի եմ, ամուսնացիր, բայց տես հա, լավ ընտրություն կատարիր, գեղեցկության հետևից մի ընկիր, էնպեսի մի աղջիկ ընտրիր, որ խելոք ու լավը լինի, բարի սիրտ ունենա»։ Բայց որդին հորը չի լսում։ Մի անգամ իր նման անբան մի տղայի խելքով է ընկնում, ձին քշում է և փոշու ամպեր բարձրացնելով ինչ որտեղ մի այլ է հասնում։ Այլի ծայրին կանգնեցված յուրտից մի գեղեցիկ ու ջահել այրի կին է դուրս գալիս։ Սամիրը հենց տեսնում է կնոջը, նրա գեղեցկությունից խելքը կորցնում է և մոռանալով իր հոր խրատները, ամուսնանում է նրա հետ։ Բայց հին առածը ճիշտ է ասում. ծնողի խորհուրդը չլսողի ոտքը քարին է առնում։ Այդպես էլ լինում է։ Շատ շուտով Սուլեյման-բայը իր տղայի հարսանիքից հետո հիվանդանում է։ Զգալով, որ մահվան օրը հեռու չէ, նա իր մոտ է կանչում գեղեցկուհի Հարսին ու ասում նրան. «Դու իմ որդու կինն ես, իսկ կինը մարդու հավատարիմ ընկերը պիտի լինի։ Խոստացիր, որ դու միշտ Սամիրի անդավաճան ընկերուհին կմնաս, ինչ էլ որ նրա հետ պատահելու լինի, միշտ նրա կողքին ես լինելու»։ Հարսը խոստանում է։ Այդ ժամանակ Սուլեյման-բայը դառնում է Հարսին ու այսպես ասում. «Քեզ իմ մի գաղտնիքն եմ ուզում բացել։ Էս տամբակում ես գանձ եմ թաղել, որդիս շատ է ջահել, և ընկերներն էլ բանի պետք չեն, օր կգա, որ նա էլ ոչինչ չի ունենա ուտելու։ Այ հենց այդ ժամանակ իմ թաղած գանձը ձեզ պետք կգա, և դուք թշվառությունից կփրկվեք, իսկ մինչև էդ ոչ ոքի ոչինչ մի ասա, ասում է ծերունին ու մահանում։ Բայց արի ու տես, որ նենք Հարսը մտածում է ամբողջ հարստությունը վերցնել իրեն ու հեռանալ այդտեղից։ Սուլեյման-բայի մահից հետո էլ ոչ ոք չի լինում, որ նրա անբան որդու վատ արարքներից ետ պահի։ Շատ շուտով Սամիրն իր ընկերների հետ հոր ունեցվածքը ամբողջությամբ քամուն է տալիս, և կինը սկսում է նախատել ամուսնուն. «Դու բոլոր փողերը քոռ ու փուչ արեցիր, մեզ վիճակված է սովից մեռնել, հայրական տունդ ծախիր, թե չէ էլ քեզ հետ չեմ մնա, կգնամ այստեղից», սպառնում է կինը։ Սամիրը մի քիչ ծանր ու թեթև է անում և շուտով համաձայնում է վաճառել հայրական տունը։ Այդ ժամանակ կինը ասում է. «Տունը պետք է մեր հարևանի տղային ծախել, նա հարուստ է ու շատ փող կտա, գնա ու նրան մեր տուն բեր, հյուրասիրության ժամանակ էլ գնի մասին կխոսենք»։ Ամուսինը հարուստ հարևանին իրենց տուն է բերում, իսկ կինը սկսում է հյուրասիրել։ Մեկ էլ Սամիրը նկատում է, որ կինն իրեն անընդհատ բոզո է լցնում և ուզում է, որ հարբեցնի նրան։ Դրա մեջ ինչ-որ վատ բան զգալով Սամիրը որոշում է հարբած ձևանալ և հետևել կնոջը։ Ուզում է տեսնել, թե ինչ է կինը ուզում անել։ Կինը հենց որ տեսնում է ամուսինը հարբեց, հյուրին ասում է. «Ես եմ ամուսնուս համոզել, որ տունը ծախի, դու անպայման առ, փողը մի ափսոսի, էս տան բակում թաղված է Սուլեյման-բայի գանձը, ամուսինս էդ մասին ոչինչ չգիտի։ Հարուստի տղան պահանջում է գանձի տեղը ցույց տալ։ Կինը նրան տանում է այնտեղ, ուր գանձն էր թաղված, բացում է ու հարուստի աչքերի առաջ պեծին-պայծին ետ է տալիս ոսկին, արծաթը և թանկագին քարերը։ Սամիրը աննկատ հետևում է նրանց, և երբ տեսնում է թաքցրած գանձը, անմիջապես հիշում է իր հոր խրատները։ Նա զղջում է, որ չի լսել նրան, որ իր ասածի է եղել։ Միթե բարի ու հավատարիմ կինը ինձ կխաբի,
դառնացած մտածում է նա։ Եվ Սամիրը թաքուն ետ է գալիս ու նստում է առաջվա տեղում։ Շուտով ներս են գալիս նրա կինն ու հարուստի տղան։ Դու ամուսնուց ստիպիր, որ տունը ծախի։ Ես էլ կառնեմ այն, ասում է հարուստի որդին։ Հետո էլ կամուսնանամ քեզ հետ, և մենք երջանիկ կապրենք։ Հաջորդ օրը Սամիրն ու հարուստի տղան սկսում են սակարկել գնի համար։ Սամիրը տան համար պահանջում է 10,000 ոսկի, և հարուստի տղան անխոս հաշվում ու տալիս է նրա պահանջածը։ Մի ամիս ժամանակ տուր, ասում է Սամիրը հարուստի տղային։ Ինձ համար տուն կգտնեմ ու կգնամ էստեղից։ Հարուստի տղան համաձայնում է։ Սամիրը գնում է իր հոր ընկերոջ Շաքիրբայի մոտ և խնդրում է իրեն 200 ուղտ տալ։ Շաքիրբայը կատարում է նրա խնդրանքը։ Գիշերով Սամիրը փորում ու հանում է գանձը, ոսկին, արծաթը ու թանկագին քարերը, բարձում է ուղտերին, իսկ տեղը հոտած դարման ու թրիք է լցնում։ Հետո նա հեռանում է իր տնից և ապրում է Շաքիրբայի մոտ։ Սամիրի կինը մնում է Սուլեյման բայի տանը և ամուսնանում հարուստի տղայի հետ։ Այդ ընթացքում հարուստի տղան հույսը Սուլեյման բայի գանձին դրած առանց ափսոսելու ծախսում է իր փողերն ու պարտքի տակ ընկնում։ Իսկ ես կարծում էի, թե իմ հարստությունը անհատում է, մի անգամ ասում է նա կնոջը, բայց հիմա իմ մազերից շատ ես պարտք ունեմ։ Եվ հարուստի տղան որոշում է իր պարտքերը տալ Սուլեյման բայի գանձից։ Բայց երբ նա գանձի փոխարեն փտած հարդ ու մեկ էլ թրիք է գտնում, այնպես է կատաղում, որ անմիջապես վազում է դատավորի մոտ ու բողոքում է Սամիրայի վրա։ Դատավորը երեքին էլ կանչում է իր մոտ ու ասում. Երբ ձեզանից մեկը վաճառում էր, իսկ մյուսը տառնում, ապա խոսքը տան մասին էր, ոչ թե այն մասին, թե ինչ էր թաղված այդ տան բակում։ Տունը առել ես, չէ, դառնում է դատավորը հարուստի տղային։ Էլ ինչ ես ուզում։ Հարուստի տղան ու խարդախ կինը այդպես դատարկ հեռանում են և գնում իրենց տուն։ Սուլեյման բայի ընկեր Շաքիրբայը Սամիրին պահում է իր մոտ և ամուսնացնում իր դստեր Ալիմկանի հետ, որը մի բարի ու խելոք աղջիկ էր։ Նրանք հարուստ ու բախտավոր ապրում են իրար հետ։ Սամիրը բոլորովին փոխվում է, այլևս ոչ խմում է և ոչ էլ թրև գալիս։ Այսպես անցնում է 1 տարի։ Մի օր էլ Սամիրը Շաքիրբայից խնդրում է, որ թույլ տա իրեն քարավաններով առևտրի գնալ։ Շաքիրբայը համաձայնում է։ Փեսայի համար 100 ուղտ է առանձնացնում և բարձում տարբեր ապրանքներ։ Քարավանը ճանապարհ է ընկնում, գնում է օր ու գիշեր, անցնում տափաստան ու անջուր անապատներ։ Եվ ահա մի օր քարավանապետը ասում է. Կեսօրին մի յուրտի կհասնենք։ Երբ մոտենանք յուրտին, այնտեղից մի պարավ դուրս կգա և մեզ կառաջարկի, որ գիշերը մնանք իր մոտ, բայց մենք չպետք է համաձայնենք։ Քարավանապետը ինչպես ասել էր, այդպես էլ լինում է։ Շուտով ճամփորդները հասնում են մի յուրտի։ Յուրտից մի պարավ է դուրս գալիս և նրանց առաջարկում է, որ գիշերը մնան իր մոտ։ Նրանցից ոչ մեկը չի համաձայնում, միայն Սամիրը չի լսում, և նա մնում է պարավի մոտ։ Երևի նախկին կամակորությունը հաղթում է նրան։ Պարավը շատ է ուրախանում, որ հյուր ունի, դեսուդեն է ընկնում, մի ոչխար է մորթում թեյ պատրաստում Սամիրին ու հյուրասիրում նրան։ Երբ մութը ընկնում է, պարավը վառած մոմը ձեռքին մտնում է յուրտը։ Պարավի մյուս ձեռքին մի կատու է լինում։ Իմ կատուն մինչև առավոտ թաթիկներով պիտի բռնի ես մոմն ու քեզ լույս տա, ասում է նա։ Տղան ծիծաղում է, չի հավատում պարավին։ Այդ ժամանակ պարավը նրան ասում է. Արի գրազ գանք, եթե մինչև առավոտ կատուն իր թաթերի մեջ կպահի մոմը, դու քո բոլոր ուղտերը կտաս ինձ, իսկ թե չպահի, քեզ այնքան ուղտ կտամ, ինչքան որ հիմա ունես։ Տղան համաձայնում է։
Պառավը կատվի թաթն է խոթում մոմը և սա մինչև լույս բռնած պահում է։ Սամիրը ստիպված է լինում պառավին տալ իր ամբողջ ուղտերը։ Սուլեյման բայի տղան քորուփոշման նստում է իր ձին ու գնում է քարավանի ետևից։ Քարավանին է հասնում մի մեծ առևտրական քաղաքում։ Վաճառականները շատ շուտ ծախում են իրենց ապրանքները ու գնում տուն։ Բայց Սամիրը որոշում է չվերադառնալ։ Նա ամաչում է իր կնոջից ու բարի Շաքիրբայից։ Քարավանապետը որքան էլ համոզում է իրենց հետ տուն վերադառնալ, բայց նա չի համաձայնում։ Սամիրը մնում է քաղաքում և քաղցից չմեռնելու համար մինչ որ քարավանասայրում ծառա է դառնում։ Երբ վաճառականները վերադառնում են տուն, ամեն ինչ պատմում են Սամիրի աներոջը։ Շաքիրբայը շատ է ցավում նրա համար։ Ոչ ուղտերն եմ ափսոսում և ոչ էլ ապրանքը, այլ նրան է մեղքս գալիս, լաց է լինում նա։ Որտեղ է հիմա իմ խեղճ Սամիրը։ Կուշտ է, ողջ առողջ է արդյոք։ Այսպես անցնում են օրեր, ամիսներ, տարիներ, բայց Սամիրը չկա ու չկա։ Շատ է նրան կարոտում նաև իր կինը, Ալիմկանը, ու սկսում է խնդրել հորը, որ թողնի իրեն գնա Սամիրին փնտրելու։ Շաքիրբայը վերջապես համաձայնում է։ Ալիմկանին փող է տալիս ու 100 հատ էլ ուղտ։ Ջահել կինը տղամարդու շոր է հագնում, գոտուց կախում է սուրը և թևքի մեջ դնելով իր պահած ու սովորեցրած մկանը, մի առևտրական քարավանի հետ ճանապարհ է ընկնում։ Օրեր ու գիշերներ անընդհատ գնում է քարավանը, անցնում է տափաստաններն ու անջուր անապատները և վերջապես հասնում պառավի յուրտին։ Վաճառականները առանց կանգ առնելու անցնում են յուրտի մոտից, բայց Ալիմկանը ետ է մնում քարավանից և մնում պառավի յուրտում։ Պառավը նրան տեսնելով շատ է ուրախանում, իրար է խառնվում, ուտելու բան է գտնում։ Երեկոյան պառավը յուրտ է բերում վառած մոմը և Ալիմկանին ասում է. «Էս մոմը կատուզ մինչև լույս պահելու է իր թաթերում»։ Ջահել կինը ձևացնում է իբր չի հավատում։ Այդ ժամանակ պառավը առաջարկում է գրազ գալ 100 ուղտի վրա և հյուրը համաձայնում է։ Պառավը ներս է բերում կատվին, նրա թաթն է խոթում այրվող մոմը ու դուրս գնում։ Կեսգիշերին ջահել կինը աննկատ բաց է թողնում իր սովորեցրած մկանը։ Կատուն հենց մուկը տեսնում է, աչքերը վառվում են, մոմը ձեռքից գցում է ու ընկնում մկան ետևից։ Մուկը թաքնվում է իր տիրուհու թևքի մեջ, կատուն էլ նստում է յուրտի դռանը։ Առավոտյան պառավը յուրտ է մտնում։ Մտնում է ու ինչ տեսնի։ Կատուն նստած է մուտքի մոտ, իսկ մոմը ընկած հատակին։ Պառավը նայում է Ալիմկանին ու հասկանում, որ այս անգամ ինքը պարտվել է։ Դե ինչ կարող էր անել։ Ստիպված է լինում Ալիմկանին 100 ուղտ տալ։ Ջահել կինը հասնում է մեծ վաճառաշահ քաղաքին։ Այստեղ նա անցնում է բոլոր փողոցները, նայում բոլոր բակերը, շուկաները, բայց ոչ միտեղ չի գտնում իր ամուսնուն։ Տխուր ու հոգնած Ալիմկանը մի քարավարսայր է գնում։ Այնտեղ որոշում է գիշերել։ Եվ հենց այդտեղ էլ նա տեսնում է Սամիրին։ Սա իհարկե գլխի չի ընկնում, որ այդ ջահել ջիգիթը իր կինն է։ Սամիրը կաթսայի տակ կրակ է անում։ Նրա շորերը պատառոտված էին, կեղտոտ, իսկ ինքը բոլորովին հալից ընկել էր։ Ալիմկանը մոտ է կանչում Սամիրին։ Մի ոսկի է տալիս և խնդրում է, որ երեկոյան գնա իր սենյակը և նրան ուտելիք տանի։ Սամիրը երեկոյան բերում է հյուրի պահանջածը։ Ամաչելով իր պատառոտված շորերից, նա ուզում է ուտելիքը շեմքից տալ և շուտ հեռանալ։ Բայց Ալիմկանը հրամայում է, որ նա ներս մտնի։ Ջահել կինը Սամիրին նստեցնում է իր կողքին և ուտելու բան է տալիս։ Հետո սկսում է հարց ու փորձ անել։ Եվ Սամիրը առանց թաքցնելու պատմում է, թե իր գլխով ինչեր են եկել ու անցել։ Այդ ժամանակ Ալիմկանը հարցնում է. «Իսկ դու կին ունես»։ «Ես մի բարի ու լավ կին ունեի», ասում է նա շատ տխուր։ «Իսկ դու
Սիրում էիր քո կնոջը։ Շատ էի սիրում։ Պատրաստ էի նրա համար կյանքս զոհելու։ Լսելով այս, ջահել կինը ժպտում է։ Սամիրը նայում է նրան։ Երկուսի աչքերն էլ հանդիպում են իրար և տղան ճանաչում է կնոջը։ Ալիմկան ամուսնուն լավ շորեր է տալիս։ Մի հիասքանչ ձի է առնում նրա համար, և նրանք միասին վերադառնում են իրենց տուն։ Եվ խաղաղ ու համերաշխ այսպես նրանք երկար ու երջանիկ տարիներ են ապրում։